լավ կանխազգացումներ ունեմ Սյունիքի հետ կապված, ուզեմ մեր ժողովրդին այդ Զանգեզուրի էլի մի թեթև հանգստացնեմ կամ կիսվեմ իմ մտքերի հետ, թե ինչի այնց թվում, որ լույս է երևացել էլի աչքիս։ Սա մի թեմա, մեկ է բանը, կրթությունը, այդ թող լինի շարունակություն անցյալ իմ թեմայի այդ Եվգենիկայի հետ կապված։ Այն, որ մենք կրթական համակարգ չունենք, էլի, ես բարձրագույնի նկատի ունեմ, էլի դպրոցից բարձր, դպրոցն է մի բան չի, այն, որ ոչ ոք չի բարձրացնում, թե ոնց են իրանք սովորել, փողը տվել, զաչոտ է ստացել, փողը տվել, դիպլոմը ստացել, փողը տվել, դիսերտացիաները արտագրել գրել, հանձնաժողովներով էլի այդ, այ դրանից։ Բարև դες, հիմա նայեք, սյունեցիներ, ինչի այնց թվում, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների չի անցնի, այս կրակելով էլ կբավարարվի։ Ու ինչ էր նշանակում Ամերիկայի կողմից այդ զանգը, այդ զգուշացումները, այդ ամեն ինչը, այդ ՆԱՏՕ-ի այդ նախկին քարտուղարը, որ եկավ գնաց, տեսեք, չգիտեմ դուք հետևել եք թե չէ, Պուտինը երեք էր կարծեմ, թե առաջի օրը Մուրմանսկ քաղաքում անցկացրեցին բանը, արկտիկական ինչ-որ համագումար էլի, Պուտինը ելույթ ունեցավ, ու այդ ելույթից ինձ մոտ կարծիք ձևավորվեց, որ արդեն Տրամպի հետ կիսել են աշխարհը, որոշ ինչ-որ համաձայնությունների եկել են։ Նայեք, եթե Պուտինն ու Տրամպը իրար հետ խոսացել էին 2.5 ժամ, լավ, այնտեղ թարգմանությամբ ա եղել, նշանակում է մի ժամ 20 րոպե, թարգման չի այդ ժամանակը հանենք, այն ինչ իրանք պայմանավորվել էին, դա արդեն 40 րոպեն էլ հերիք էր, այսինքն, այդքան է խոսալու, էլի պայմանավորվելու իրար մեջ, բայց այ մնացած 40 րոպեն ինչ են խոսացել, ինձ թվում է դա են խոսացել, կիսել են իրանց այդ ազդեցության գոտիները, ու տեսեք, Պուտինը, ինչը սրան դրթեց, էլի, ուզում իմ մտքի այդ վեկտորը հասկանաք, էլի, Պուտինը ոնց որ պատրաստ էր ժողովրդին, օրինակ, նույն Ռուսաստանի, ընդհանրապես ռուսախոս լսարանին, էլի, Միջին Ասիայից, Կովկասով, մինչև Բելորուս, Ուկրաինա, Մոլդովա, որ Տրամպը պետքա գրավի կամ սենց ասած օնեքսիայի ենթարկի Գրենլանդիան։ Ինքը կարծես, նայեք, դրան ուղիղ տեքստով չասեց, որ համաձայն է կամ ճիշտ է ընդունում կամ աջակցում է, էլի, չհայտնեց ուղիղ տեքստով, բայց ներկայացրեց, որ դա սենց տպավորություն իմ մոտ ստացվեց, հիմա դուք էլ օրինակ կլսեք, էլի, ում հետաքրքիր կլինի, որ ինքը դա նորմալ է համարում, հասկանում եք, Տրամպը ստացել է աջակցություն Ռուսաստանից, այդ իրա ծրագրի մեջ, ես չգիտեմ, կանադաներ են արդեն կիսել իրար մեջ, բայց որ Գրենլանդիայի վրա Պուտինը սենց ասած ներկայացրեց նորմալ կլինի, որ դա, որտեղ դա նախկինում էլ են ուզել անել, օրինակ միջև Ալյասկայի առնել էլ։ Դրա համար իմ մոտ տպավորություն էր, որ արդեն որոշել են իրանք, այդ թե ինչից են խոսացել։ Ու որ Կովկասը, նրանք արդեն որոշել են Կովկասի ճակատագիրը։ Այդ էր պատճառը, որ գնացին, եկան, այդ զանգեր եղավ, որ մեր եվրոպամետները ասում են, տեսեք, ուրախացան Ամերիկան, մենք գնում ենք Ամերիկա, այդ կարգի վազվզում են ամպերի մեջ, էլի, խզմալյան ենք բան։ Ինձ թվում է այստեղ են իրանք իրար մեջ պայմանավորվել։ Ու որ բացի այս կրակոցներից ռազմական գործողությունների չեն անցնի, դա շատ լավ է։ Գիտեմ, միգուցե մի քանի ամիս որոշ ժամանակ անց Ռուբեն Վարդանյանը վերադառնա
եւ մյուս ընտրություններին արդեն հավատացեք ժողովուրդը կընտրի Ռուբեն Վարդանյանին։ Այս է այն կարծիքը ու ոնց է լինի, ես ասում եմ, սա ավելի լավ ելք է եւ լուծում է, քան թե այն ինչ որ կարող է լինի ուժի զորբայությամբ էլի Ադրբեջանի կողմից։ Այսքան է այս թեմայով, մտածեք, դրեք լսեք Պուտինի այդ ելույթը Մուրմանսկում, որտեղ դժվար թե ինքը սիրտը լցվել էր, ասում էր Տրամփ դու էլ գնա բանը Նոր Զելանդիան գրավի։ Ես այսքանը գրավեցի, Ուկրաինայի կեսը բան, են էլ քեզ կիսեցինք։ Այսքանը հիմա բանը կապված կրթության հետ էլի։ Այ հիմա դիմում եմ մեր բոլոր մտավորականներին էլի, որ կան մարդիկ, որ կրթություն են ստացել Հայաստան։ Լսեք, մի օր եկեք անկեղծ ասեք էլի, թե ոնց եք դուք ձեր քննությունները տվել, զաչոտները տվել։ Լսեք, մեր մոտ փողը տուր, դասախոսին բերանը տուր հետո։ Մեր մոտ է եղել միշտ։ Փողն է աշխատել։ Դու ինչքան է լավ պատրաստված լինել, քո դասախոսը քեզ չէր դնի, եթե օրինակ փող չտայ կամ մեծամասամբ։ Նամանավանդ այդ 80-ական, 90-ական թվերն եմ ես ասում, այդ Բրեժնևյան էպոխայից սկսվեց էլի այդ ամեն ինչը այդ ժամանակաշրջանում։ Հիմա խոսք չի գնում այն ճշգրիտ գիտությունների մասին, էլի ֆիզիկա, ֆիզմատ, քիմիա, ես դրանք չէ, էլի հումանիտար ուղղությունները։ Օրինակ նույն ժողը ու համալսարանի այդ հումանիտար բաժիններ ընդունվել է, իրավաբանական, տնտեսագիտական բան, տապոր է սպառում։ Ինչքան այն նամունգլատուրային կաշառակեր կուսակցականներ կային, նրանց դեգեներատ թուլեկն էին ընդունվում։ Այնտեղ խելացի մարդ չէր մտնում։ Եզակի են եղել ինչ-որ մարդիկ, որ ունեցել են ինչ-որ մի գիտելիք։ Մեծ մասը քյաբաբչի։ Հայրիկները քյաբաբչի ընդունվում են որտեղ Փարոս ռեստորանում։ Այնտեղ պայմանավորվում են, այստեղ ընդունվում։ Այն ժամանակ մարդիկ եթե նույնիսկ փող ունեն, ցեխավիկ են, բան, մարդ գտնեին ոնց անին, ասում են գնացեք Փարոս ռեստորան, այնտեղ հարմար մարդիկ կան, հենց սպասարկող ոլորտից, ովքեր մոտիկ են պրոֆեսորներ բան գալի գնում են, կարող են օրինակ միջնորդեն։ Այս ձև էր ստացվում այն ժամանակ բուհ ընդունվելը։ Ու հավատացեք, այնտեղ փողով 25 մայթը դնում էին օրինակ զաչոտնիկի մեջ, զաչոտը ստանում։ Նույնպես էլ դիպլոմային աշխատանքները։ Հələ ոչ մեկ չգիտի թե ինչի մասին է գրել դիպլոմային աշխատանք։ Նույն դոկտորականները։ Եթե մեր մտավորականները որ կան, այ ազգային ժողով, կառավարությունով նստած են այդքան, եթե դնեն թափ տան նրանց օրինակ այդ դիսերտացիաները, մեծ մասը պլագիատ է։ Թեման վերցրեք քաշում են այդ գրում են, հանձնաժողովին փողը տալի, դոկտորը դառնում։ Այ սենց է ձևավորվել։ Ես ինքս ճանաչում եմ այն կարգի դեբիլների, որ Այբուբենը հայրեն չգիտեր, հայրեն Այբուբեն էլի, բայց մարդը բանը հարկադիրում տեսու չէր աշխատում։ Հասկանում եք, Երևան քաղաքում են էր։ Այս կարգի գիտեք ինչքան կար։ Որ գնում են, դու տեսնում ես, որ մարդը կատարյալ ապուշ է եղել։ Կատարյալ, բայց պապայի փողերով, կապերով, սրանով գնաց ընդունվեց։ Իսկ այն խելացին, ով իսկապես կարող էր, իսկապես ուներ գլխում մի բան, բայց չուներ շրջապատ կամ ծանոթ կամ այդքան փող, նա մնում էր դուրս։ Եթե հիշում եք, օրինակ սովետական 90-ական թվերին կինոթատրոններում ֆիլմերից առաջ կար բումերանք, սենց կարճամետրաժ ֆիլմեր են, էլի։ Հետո Հայկո Մկոն ընդեղից վերցրեցին, որ ծաղրում են, էլի բուհ ընդունվել է այդ, որ մարդ գնում է, այնքան հարց են տալիս, որ աբսուրդային, էլի, որ գտենք
տանկավի դիվիզիայի բոլոր տանկիստների անուն ազգանուններ հայրանուններ էլի ասում այ չպատասխանեցիր դուրս արի իսկ մյուս դեգեներատը գալիս է սա սրա տղեն է մի անգամից ասում էին պատերազմը որ թվին է սկսել ասում է մեծ հայրենական ասում է 1945 ասում է ճիշտ է ընդունվեցիր այս կարգի այսենց է կազմավորվել մեր էլիտան կաշառակերությունը դա դրված է եղել արդեն դից ամենահիմքում դրա համար եմ ես ասում այդ ամենը քյաբաբնոց են դրա համար նրանց ավարտողը նա սովորողը նա ինչ կարողացան ստեղծել մենակ գեղեցիկ ռեստորաններ այ դրա համար որ ասում եմ Եվգենիկան դա ուրիշ բան է դա դուք այս մակարդակով, այս մենթալիտետով ժողովրդի մեջ, այս կաշառակեր, այդ ոսկրացած արդեն գենի մեջ մտած հայկական։ Տեսակ Աղազարյանի պատմությունը այդ դեգեներատի։ Այս դեգեներատը այդ նույն այդ իմ ասացի ապացույցն է։ Այդտեղ Աղազարյանի բախտը չբերեց, բայց մնացած այդ նույն ձև են։ Բոլորը որ գալիս են օրինակ ժող Ինչի ժողը պետք է այդքան, որտեղ ժողը կաշառք տեղ է, այնտեղ մտնելը ամենահարմարն էր։ Դա բոլորի երազանքն էր։ Ես ինքս ճանաչում եմ ժամանակին օրինակ միտեղ ծանոթ մարդ կար, դոլարային միլիոնատեր էր, դոլարային։ Բայց այնց արեց, որ իր աղջիկը ընդունվի բժշկական անվճար։ Պատկերացնում եք։ Անես չէ որ աղջիկ ինչ-որ մի խելացի եսի ինչ էր, բայց կարողացա։ Իսկ կարող էր այդ անվճար տեղը սովորել մի ինչ-որ զոհված ազատամարտիկի երեխա, որ հայրը չկա, որ այդ օգնի կամ այդ ուսման վարձը թանկ մուծի, կամ ուրիշ մի շնորհալի մարդ, երիտասարդ։ Այս է մեր համակարգը, էլի։ Դրա համար այս ամեն ինչ ուրիշ ձև պետք է փոխվի։ Դասախոսը, որ չունի ինքնասիրություն, որ կարող է մարդուն գնահատականը մենակ փողով դնի, վերջում էլ նա փողը տա, ասի մի հատ է շալվարը իջացնի, այս կարգի է մեր կրթական համակարգը։ Հիմա եթե լսում են դասախոսներ կհասկանան, թող ամաչեն։ Ոնց կարելի արա հասկանում եք, սրա ապացույցը նա է, որ ես հələ տարիներով լսում եմ, էլի, մեր հայ նույն լրագրողները, տեսեք, կրթության մակարդակ, թարգմանում են ռուսերենից հայերեն դրակոն, անունը, որ դա իրականում հույն քաղաքական գործիչ է եղել, անունը դրակոն կամ դրակոնտ։ Բայց իրանք դա ռուսերեն լսել են Դրակոնովսկի մերը կամ Դրակոնովսկի նակազանյե, շտրաֆը, թարգմանում էին հայերեն, վիշապային։ Ես ասում արես, մի հոգի չկա մեր այս կրթական համակարգում, որ օրինակ Արիստոտելին ծանոթ լինի, էլի նրա աշխատանքներին։ Որ ասի, լսեք, դրակոնը դա մարդ է, մարդու անուն է, պետք չի թարգմանել, դա թռչող մողես չի։ Այս է ապացույցը, որ չկա մեր մոտ կրթություն։ Դրա համար փրկությունը Եվգենիկայի մեջ է։ Տեսեք, դաշտը, որ մոլախոտով լիքն է, լավ բույսը տեղ չունի աճելու ու տարածվելու։ Բայց երբ դաշտը մաքրես մոլախոտից, արդեն այդ բույսը կփարթամանա ու կբազմանա ու կաճի ու կտարածվի։ Շնորհակալություն, հաջողություն։